Բարի լույս սիրելիներս, հուսով եմ լավ եք, մենք շատ լավ ենք, այսօր իմ գանձի ծնունդն է, դարձավ 3 տարեկան իմ տղեն, խաղալիքը տվել ենք, ինչպես տեսնում եք, ես կռահում էի, նա շատ է հավանել, սիրուն խաղում է, ապրիմ գանձը, դե գնա այնտեղ հələ մի հատ պատճի կարա, հələ գնա այնտեղ պատճի կարա նկարեմ քեզ, դրան չետ, սենց արա, լեսա բաբայս, չէ, ինձ ասա, բաբայս, հագանձիս, հուսով եմ հետաքրքիր կլինի, կաշխատեմ վլոգը լավ նկարել ձեր համար։ Սիրելիներս, սա է մեր սեղանը, զարդարանքները մի փուչիկը դեղին չգիտեմ ինչի որոշեց, որ պետք է ընկնի, բայց իրականում սենց սիրուն տեսք ունի։ Այստեղ էլ մեր տորթիկը, ասեցի, որ Լևոնը շատ է սիրում մինյոնին, այդ իսկ պատճառով սենց սիրուն տորթիկ ենք պատվիրել մինյոնով։ Այստեղ էլ արդեն այն ինչը որ գնել եմ, ձեզ ցույց եմ տվել, սենց մեր գնումներն է, սիրուն լցրել եմ, որ երեխեքս քեֆ անեն, հիմա սպասում եմ հյուրերիս, Արմանը գնացել եմ եկել երեխեքի հետևից, Դավիթին պարտեզից վերցնի, Հայկին դպրոցից վերցնի, գան ու սկսենք մեր քեֆ ուրախությունը։ Այստեղ էլ սեղան են գցում, որ նստենք հաց ուտելու, մի խոսքով սենց սովորական, այնտեղ ունեմ նաև պանիր, երշիկեղեն, էլ ինչ ունեմ, հիմնականում ինչ որ պետք է պատրաստել, չեմ պատրաստել, Արմանը ասեց ավելի լավ այս անգամ մի տանջվի հավի գրիլ, մեկ էլ քյաբաբա պատվիրել, այդ էլ ժամը 5-ին արդեն կբերենք ու մի անգամից որ նստենք տակ համով ուտենք, այդպես սիրելիներս, այդ տղային ձեներիս հանում, ահա գնամ սեղանը գցեմ, որ հյուրերս հեսա ուր որա կհասնեն։ Սիրելիներս, երեկ լավ քեֆ արեցինք, վերջացրեցինք, իհարկե բոլոր գործը արեցի, ամաններ, բան գիտեք հավաքվում է, տենց եկա ասեմ ինչ ենք նվեր ստացել, այստեղ ինձ կամ ընտանիքին, սենց ասած, սենց սիրուն գինի ենք ստացել, այս քաղցրություն ենք ստացել, երեխեքին մի տոպրակ քաղցրավենիք, որի տեսը արդեն գոյություն չունի, սենց ամեքին 3 հատ պատկերացրեք, որ բոլորին էլ հասնի, այս ծուղիկներ, սրանից, գումարել ենք ստացել, այս ծրարով, գումար եմ ստացել, որ Լևոնին տեսնեմ իրան, ինչա պետք կվերցնեմ խանութից, այսինքն, եկել խաղալիքներ, ես հետ էլ գնամ ցույց տամ ինչ խաղալիքներ են ստացել, բացել են դե խաղացել են, հենց այդ րոպեին ոնց բերել եմ, մի անգամից բացել են սկսել են խաղալ։ Այս էլ նվերներ երեխեքի, այստեղ սենց այս մի պաչկա է, սենց մեքենաներ, բաներ, ինքնաթիռներ, այստեղ այս էլ է լուսացույցը, իմ ջալու ճաճա դուրս եկել այս լուսացույցը, մեկ էլ այստեղ երեխեքի համար էլի, սենց, լեկ մի վարկյան նկարում եմ անևս, այստեղ, սենց կենթաներ են, որ կա պաչկեքով, դրանցից է, սիրում Լևոնը ինչը որ սիրում է, այդ, վերել էին այս փուչիկների կոմպլեկտը, երեխեքը իհարկե փչեցին, կեսը հիմա արդեն գոյություն չունի, կեսը կա, դենց, այս մեքենաները, խաղալիքներ են, ինչ որ երեխեքին կուրախացնի։ Հա, Լևջան, քեզ նկարեմ, հələ որ ուզում իրան նկարեմ, արի, հələ բարձրացի քեզ նկարեմ,
Բարձրացի։ Այսօր ժելեկայի մեջը սենց տուփա, սիրուն լեգոյի նման ու ժելեկայի մեջը, ինչը որ կերել են։ Ինչ։ Քիչ նկարեմ։ Այսի Լևոն ես, որ արդեն 3 տարեկան, Լևոն ինձ։ Հլասա քանի տարեկան ես։ Քույրը սիրտի կդ։ Հա, էլի ենք բան սովորել, Լևոն դու քանի մատիկ ունես։ Մատ ցույց տուր։ 10 Հլասա մամ դու իմ կյանքն ես։ դու կգս Ուտեմ քեզ։ Ջան։ կգս Դե ասա պապան որ գալիս է ներս ինչ է ասում։ Պապա գոտի Հա, գործից որ գալիս է տուն, ինչ է ասում։ Պապա գոտի Չէ, ինչ է ասում։ Այս։ Հա։ Պապա աս Հոք մտնում Արմանը մի անգամից այն է տալի, աս հետի իր բնավորությունն է, մի անգամից պիտի ձայն տա, ու Լևոնը սովորել է։ Այդտեղ սիրելիներս։ Հա, հայկին են նվերվել, մի հատ գնամ ասողնականություն ծուր։ Հա։ Սա մեր տան պատկերը քեֆից հետո սենց ասած, այս փուչիկներն են բերել, նայեք, սրանք շատ սիրուն էին, հենց պատրուլ շունիկն էլ կար, Լևոնը հենց տրակացվեց, խեղճ շունիկը մասնատվեց, տենց սիրելիներս ես մի խոսքով խառը հիմա հավաքեմ, ստեղ մաքրեմ, ալվեմ, փոշիներս արփեմ մի գժանոցա։ Այս գրատախտակն էլ հայկին են բերել, ստեղ մի հատ մարկեր, ինչ են ասում սրան, հա, մի խոսքով մարկեր, մեկ էլ իրա ջնջոցն է, հայկը շատ է սիրում, իմիջիայով Լևոնն էլ է սիրում, բայց դե հայկին են բերել, հեսա հայկի իրա հավեսը կհանի կվերջացնի, արդեն Լևոնը կանցնի, սիրում ախազբուզի նկարի, հետո ջնջի, շատ է սիրում սրանով զբաղվել։ Ասեցի ցույց տամ նաև իմ յասամանները, այս մեր մոտ դեռ չի բացվել յասամանները, դեռ կոկոմ են, այն օրը որ գնացել ենք այգի, այնտեղ յասամանների այգի է կոչվում, բայց չկար, այսինքն կար յասամանը, դեռ կոկոմ էր, Արմանն ասեց չի ափսոսա թող բացվի, այս կիրակի դրանք կքաղենք, այն օրը գնացել էր սպիտակ, Արմանը ժողովի էին կանչել սպիտակում, գնացել էր ու այնտեղից մի փունջ գնել էր, իրականում 1000 դրամ ասեց տվելա, բայց հավատացեք այդ 1000 դրամը արժեր, որովհետև այնքան անուշ հոտ է գալի այս յասամանից, ես ահավոր շատ սիրում եմ յասամանը, նայեք Լևոնն է սիրում, չէ արևես, հələ նայեք ոնց է հոտ քաշում, հələ հոտ քաշի, ուտեմ քեզ, ուտել սիրելիներ, հուսով եմ հետաքրքիր էր ձեզ, ովքեր բաժանորդագրված չեն, կխնդրեմ բաժանորդագրվեք, լայքեք, կոմենտ գրեք, մի խոսքով շատ անչափ շնորհակալ եմ ձեզ, լավ մնացեք, կհանդիպենք հաջորդ վլոգում։